Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Civic-ին տրամադրել է գաղտնազերծված բացառիկ փաստաթուղթ, համաձայն որի Կտրիչ Ներսիսյանի եղբայրը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ եւ գրել կարծած կանոնը։ ԱԱԾ մարկատվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս էլ կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է նաեւ, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի կարծիքով փաստաթղթի հրապարակումով դրվում է Հայաստանում լյուստրացիայի գործընթացի մեկնարկ։ Պարոն վարչապետը սրա մասին բացահայտ խոսում էր եւ բոլորը հարց էին ուղում իրեն ընդդիմադիր դաշտից նկատի ունեմ, թե որտեղ են ապացույցները այդ ուրեմն պնդումների, ուրեմն սա է ապացույցը եւ ապացույցներ կան եւ սա միայն սկիզբն է, որովհետեւ համոզված եմ, որ ազգային անվտանգության ծառայությունում շատ ավելի հետաքրքիր նաեւ տվյալներ կլինեն։ Սա նրա համար է, որ քաղաքական այդ ուղղությունը իբրև իրանք եկեղեցուն փրկելու գործընթաց են ծավալում, իսկ իշխանությունները հակաեկեղեցական, մեկ անգամ եւ անմիջապես փակվի, որ դրա փորձեր չլինի եւ ես կարծում եմ, որ դա օգուտ է նաեւ եկեղեցուն, որովհետեւ տալու է հնարավորություն բոլոր արդար քահանաներին, որ մեկ անգամ եւ վերջապես կողմնորոշվեն, թե իրանք որ պետությունին են ծառայում քաղաքական առումով։ Ազգային անվտանգության ծառայությունը իդեմս վարչապետի, որին ինքը ենթարկվում է, արձանագրում է, որ ձևավորվել է հայկական անվտանգային կենտրոն, որը արդեն անկախ է բոլոր մնացած անվտանգային կենտրոններից։ Ուստի եթե որևէ քահանան ուզում է անվտանգային հարցեր քննարկել, ապա հայկական կենտրոնի հետ պետք է քննարկի, այլ ոչ թե ինչպես քաղաքացի Գալաստանյանը, հիշում եք, որ արտաքին անվտանգային կենտրոնների հետ էր բանակցում։ Թվում է, թե Հայաստանի անվտանգության մասին ամեն օր բարձր ամբիոններից ճառերասող ընդդիմությունը պետք է առնվազն տարակուսանք հայտներ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ եւ գոնե պահանջեր կաթողիկոսից եղբորը կարգալույծ անել, ապա նաեւ պահանջեր համապատասխան մարմիններից սպասել ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Արդյոք կապ ունի հենց ինքը Կտրիչ Ներսիսյանը։ Արդյոք առ այսօր էլ եկեղեցու վրա կա ռուսական հատուկ ծառայությունների ազդեցություն։ Ահա այս առաջին հայացքից պարզ ու տրամաբանական քայլերի փոխարեն տեղական ընդդիմությունն ու ընդդիմադիր լրագրողները հերթական Խալացյալին են կերտում, համացանցով մեկ սփռելով Եզրասի հետ համատեղ լուսանկարները կամ ափսոսում դրանց բացակայության համար ու այդ կերպ նրան աջակցություն հայտնում։ Դաշնակցական պատգամավոր Գեգամ Մանուկյանն օրինակ տեսաուղերձով փորձում է հերքել ԱԱԾ տրամադրած փաստաթղթի իսկությունը։ Գեգամ Մանուկյանին ոչինչ չի անհանգստացնում, բացի այն հանգամանքից, որ տեղեկանքը հայերենով է գրված։ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Սերժ Սարգսյանն էլ հայտարարում է այդպիսի ինֆորմացիայի չի տիրապետում եւ իրեն դա չի էլ հետաքրքրել։ Այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ազգային անվտանգության ծառայության հետ, առավել եւս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ, որտեղ ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց դրանք, ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Գեորգի Թումասյանի խոսքերով ակնհայտ է, որ տեղական ընդդիմության համար սա նորություն չէ եւ հարցեր պետք է առաջանան արդեն մեր մոտ, թե ինչու էին նրանք տեղյակ։ Արդյոք իրանք տեղյակ էին կոնկրետ Եզրասի թեմայով, թե ընդհանուր առմամբ ինչպիսի իրավիճակ է ստեղծված ոչ միայն եկեղեցում, այլ ավելի լայն շրջանակներում, որովհետև մենք զարմանալիորեն տեսնում ենք, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը Ներսիսյանների ընտանիքի փաստացի պաշտպան է դարել, նկատի ունեմ ընդդիմադիր դաշտում տարբեր ուժեր, հա, կլինի դա հայ հեղափոխական դաշնակցությունը, թե կլինի Արման Թաթոյանը, որը նաև այդտեղ էր մայրաթոռում, թե կլինի ուրեմն դա այս մեր ձևով շարժումը, առաջանում են հարցեր, ինչ է միավորում այս մարդկանց եւ արդյոք իրանք սրա մասին տեղյակ էին թե ոչ, իսկ եթե այսպիսի
ուրեմն հանդարտ ձևով են ընդունում։ Կարող է իրանք էլ պաշտպանում են Ներսիսյաններին ոչ թե այն պատճառով, որ սխալված են եւ տեղեկատվություններ չունեն եւ համարում են, որ իրոք եկեղեցու դեմ պայքար է գնում, թե իրանք շատ լավ էլ գիտեն, որ այնտեղ KGB-ի գործակալների մասին է խոսքը, բայց իրանք պաշտպանում են օտար երկրա գործակալներին եւ այդտեղ առաջանում է հարց. ինչու են պաշտպանում։ Սա զուտ իրանք քաղաքական օրակարգն է, թե իրանք էլ են ծառայում այդ նույն օտար երկրա ուժերին, հաշվի առնելով, որ հայ հեղափոխական դաշնակցությունում KGB-ի ազդեցության մասին դեռ սովետական ժամանակներից շատ լուրջ տեղեկատվություններ կան, հաշվի առնելով, որ ուրեմն մեր ձևով շարժումը ակնհայտորեն հիմնված է ռուսական գումարներով ռուսաստանցի օլիգարխի կողմից, որը շատ մոտ է կտրիչ Ներսյանին եւ իր KGB-ի գործակալ եղբայր Եզրասին, ապա ես կարծում եմ այս հարցերի վրա պատասխան պետք է տրվի, որովհետեւ այնպես չլինի, որ ամբողջ մեր դաշտում նաեւ KGB-ի գործակալներ լինեն, որովհետեւ դա անվտանգային սպառնալիք է նաեւ ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Իմ մոտ մնում է տպավորություն, որ գործակալները մյուս գործակալներին փրկել են ուզում իրականում։ Եթե ընդդիմությունն իսկապես եկեղեցով է մտահոգված, ապա առաջին հերթին պետք է հարց բարձրացնել, ինչու է սովետական միության ժամանակ խառնվել եկեղեցու հարցերի մեջ ու հավաքագրել KGB գործակալներին։ Երկրորդը կասեին, որ դա սովետական միության հակաեկեղեցական գործունեություն էր, բայց ինչու դա չեն ասում։ Ուրեմն այսօրվա իշխանությունների գործունեությունը հակաեկեղեցական է, իսկ սովետական միության գործունեությունը եկեղեցում KGB-ի գործակալներ ձևավորել ոչ։ Եվ երրորդ ամենակարևոր հարցը, որը իրանք պետքա բարձրաձայնեն, ասեին, բայց կարող է սա ոչ միայն Եզրասի, այլ շատ ուրիշների մասին է խոսքը եւ կարող է ինչու է այդ մարդիկ շարունակում եկեղեցում մնալ, որովհետեւ հասկացանք սովետի ժամանակ կարող է շատ բարդ իրավիճակ էր եւ ուրիշ այլընտրանք ոչ էլ լիներ այն պահին, բայց հասկանալի է, որ արդյոք այս մարդիկ ազատվել են սովետական KGB-ից Հայաստանի անկախությունից հետո, ես համոզված եմ, որ ոչ, եւ այսօրվա պայքարը հենց դրա մասին է, որ այսօր, երբ անկախ հայկական պետություն կա, այս մարդիկ քիչ պետք է ազատենք եկեղեցին։ Civic-ը հրապարակումից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե Եզրաս arczepiskoposը քայլեր է ձեռնարկում ՌԴ տեղափոխելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կտրիչ Ներսիսյանը անվտանգ կառավարի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Գեորգի Թումասյանը նման սցենարը հավանական է համարում եւ գտնում է, որ սա մեր եկեղեցու համար շատ վտանգավոր գործընթաց կարող է լինել։ Ես համոզված եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ առասարակ Ներսիսյանների ընտանիքը պատրաստ են այդպիսի հակահայկական քայլ անեն, ուստի ես կոչ եմ անում ազգային անվտանգության ծառայությանը, որ սահմանափակեն քաղաքացի Կտրիչ Ներսյանի հնարավորությունը լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, միևնույն ժամանակ ոչ միայն իրեն, այլ բոլոր մնացած պատշաճ ուրեմն ղեկավարությանը եկեղեցու, որ իրանք չկարողանան լքել ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ առհասարակ չլքեն Հայաստանի Հանրապետության տարածքը, որովհետև դա պետական անվտանգության հարց է, դա նաև մեր եկեղեցու մեջ ճակ չառաջացնելու հարց է։ Եկեղեցու ազատագրումը պետք է շատ շուտ ժամանակում ավարտվի, որովհետև երկարաձգելը վնասակար գործընթաց է, եւ համարում եմ, որ ամենաէֆեկտիվ ճանապարհներից մեկը կարող է լինել առասարակ Կտրիչ Ներսյանի ձերբակալումը, որից հետո միանգամից արդեն եկեղեցու ազատագրումը գործնային փուլ կանցնի, վերջնական եւ որևէ խոչընդոտներ չի լինի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։